Գործընկերություն հանուն Սյունիքի բարելավված սոցիալական ծառայություններ ծրագրի ամփոփիչ համաժողովն է։ Քննարկվում են ծրագրի արդյունքները։ Մեկնարկը 3 տարի առաջ էր տրվել։ Սյունիքի 7 համայնքում ծրագրի շրջանակում փորձարկվել են տարբեր ծառայություններ, որոնք բարելավել են մարզի բնակիչների առօրյան։ Դժվարություններ ենք ունեցել եւ տեղաշարժման հետ կապված եւ ծախսերի հետ կապված։ Մենք չգիտենք ինչպիսի երեխա կունենայինք, որ նախապես տունը հարմարեցվեր, իրեն համապատասխան լիներ, դրա համար էլ մեզ օգնության ձեռք են մեկնել, կատարել են լոգարանի վերանորոգումն ու հարմարեցումը, որը մեր երեխայի համար կյանքի ինչ-որ չափով բարելավում է։ Ծրագրի շրջանակում իրականացված ծառայությունների մի մասը առաջին անգամ են փորձարկվել։ Դրանք սոցիալական տաքսի ծառայություններ համայնքներում փորձարկվող, հատկապես Գորիս եւ Սիսիան համայնքներում փորձարկվող, տնային հարմարեցումները Սիսիան համայնքում, ունենք նաեւ պրոբացիայի ծառայության մեջ գտնվող անձանց ինտեգրում կամ վերաինտեգրման ծառայություններ, բնականաբար տարեցների, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային եւ տնային խնամքի տարբերակներով։ Պատասխանատուների խոսքով այսօրվա քննարկումը հնարավորություն կտա Սյունիքում իրականացված ծրագրի փորձառությունը օգտագործել այլ համայնքներում։ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը կարևորում է Սյունիքի բնակիչներին արդիական ժամանակակից եւ ամենաբարձր չափանիշներին համապատասխան սոցիալական ծառայությունների տրամադրումը։ Կարևորն այն է, որ այս բոլոր ծառայությունները շարունակվելու են։ Օրինակ, մենք աջակցել ենք սոցիալական տաքսի ծառայության ներդրմանը, որը հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխում է Գորիսի վերականգնողական կենտրոն, եւ այս ծառայությունը, որը պետություն մասնավոր գործընկերության օրինակ է, շարունակելու է գործել։ Մարդիկ այս ծառայությունների կարիքն ունեն։ Յուրաքանչյուր համայնքում ծառայություններն ընտրվել են ըստ կարիքի։ Փորձարկվեցին գրված եւ դեռևս չփորձարկված կամ արդեն գործունեություն ծավալող, բայց հասարակական կազմակերպությունների տրամաբանությամբ իրենց գործունեությունը ընդլայնող մոդելներ, պիլոտներ, որոնք այսօր մի մասը արդեն իսկ պետական ֆինանսավորմամբ, յուրաքանչյուր տարվա ֆինանսավորման տրամաբանությամբ հաստատուն ֆինանսավորում են ստանում եւ եղել են այնպիսի ծառայություններ, որոնք պիլոտավորվել են եւ ներկայումս պետությունը այդ պիլոտի հիմքով արդեն մշակում է շատ ավելի մեծ ծավալուն միջոցառումներ, որոնք տեղ կգտնեն ելի կարծում հետագայում պետական բյուջեում։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալը եւս կարևորում է համայնքներում ձևավորված սոցիալական ծառայությունների շարունակականությունը։ Համայնքները հնարավորություն կստանան տեղում առավել համայնքակենտրոն ծառայություններ մատուցել իրենց բնակիչներին, իդենտիֆիկացնել խնդիրները եւ այդ ծառայությունները այլևս կլինեն եւ բնակիչները հնարավորություն կունենան ստանալ իրենց իսկ համայնքներում։ Այսպիսով ըստ պատասխանատուների ծրագրի միջոցով Սյունիքի ավելի քան 850 բնակչի կյանքի որակը փոխվել է։ Լիանա Խաչատուրյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։